Ուզում եմ իմանամ ինչ գործ են անում, որ այդքան ես պետքա սպասարկման համար գումար տամ։ Բանկերը ուրիշ երկրներում եթե ապարատով են առևտուրը անում, գնում է բանկ, 4 օր չի մնում բանկում ու պլյուս ավելանալու փոխարեն դեր մի բաներ 2.5%-ը, թե 3%-ը նորից փող ապահում բանկը, ինչի ապահում այդքան։ Ուզում եմ իմանամ։ Իրանք բոլորը փորձում են եւ բանկային համակարգ։ Բանկը ինչ իրավունք ունի, իմ փողը համ դնի շրջանառության մեջ, այդ 3-4 օրվա մեջ ինքը գումար այդ է աշխատում, չէ՞, ավանդատալիս։ Համ էլ ինձ մինչև դա ծախած օրվանը, որ ինքը ծախի օրինակ 161-ով դառնա մի հատ $100, ինքը տուժում է այդ ծախածի մեջ, մինչև բանկը 3 օր դնի գործի մեջ նոր հետ փակում։ Ես մի բան եմ հասկանում։ Ավելի բարձր տոկոսադրույթով Բնականաբար։ Ես մի բան եմ հասկանում, որ էսի լրիվ պայմանավորված, ծրագրված, իրանք ամեն ինչ ուզում են անեն, որ փոքրն ու միջին բիզնեսը վերացնեն, մնան իրանք մեծորով, մեծահարուստներով, լինի խոսքի իրանց առևտրի խանութը, լինի իրանց ոսկու շուկան, լինի մենակ իրանցը, մարդկանցին ստրուկի պես աշխատացնեն, խոսքի ստեղ ոնց է մեր երկրում միայն ջահել աղջիկներ։ Այսինքն մեծերը լրիվ բարի են գնալու, եթե չունենան աշխատանք ինչ պետք է անեն կամ երկիրը պետք է թողեն գնան, սենց ավելի հեշտ է լինում իր գործը։ Ստեղ արդեն քաղաքականության բան եմ ասում, որ ինքը իր Ալիևի ու Էրդողանի հետ իր գործերը անում է։ Ոնց ընդեղ ասում են, այնց էլ անում է։ Էդ էլ է ծրագրի մեջ, որ մեզ սննկացնեն։ Մայիսի 28-ը Դարձա ծրագիր է տարվում, ՀՄՁ ոլորտին վնասելը սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ, դա քաղաքականության եթե համեմատում ենք, դա այսինքն մոնոպոլիային են զարգ տալիս, իսկ մոնոպոլիա առաջացնել տնտեսական համակարգում, դա նույնն է, ինչ դիկտատուրա առաջացնել քաղաքական համակարգում։ Հիմա մենք տեսնում ենք մի կողմից քաղաքական համակարգում դիկտատուրայի կառուցում, հաջորդ կողմից պետքա մոնոպոլիայի կառուցում գնա, որ լինի կառավարելի, իհարկե մոնոպոլիան էլ հանգեցնում է տնտեսական քաղաքականության տապալման, աղքատության բարձրացման, գործազրկության աճի, գների թանկացման, ժողովուրդ, եթե հիմա պատկերացեք ձեզ վնասեցին, դուք չեք կարողանում աշխատել, կամ հարկային դրույքաչափերով պայմանավորված վաճառքի գնի բարձրացում եք անում, արդեն պաշտոնական վիճակագրությունը հայտարարում է 3.5% առաջին 3 ամիսների ընթացքում 3.5% համընդհանուր գնաճի մասին։ Հանգեցնելու է գնաճի, իսկ մենք հաշվարկներ տարանք եւ առևտրի ոլորտում, եւ ծառայության ոլորտում, շատ դեպքերում փոքր բիզնեսը եւ արտադրության ոլորտում հավանականություն կա փակման, այսպես վտանգների։ Մարզերում արդեն մենք ունեցանք հազանգեր, որ որոշակի փակումներ եղել են, նույնը Երևան քաղաքին է վերաբերվելու, որովհետև ուղղակի անհնար է այս եղանակով աշխատել։ Ավելին ասեմ, հիմա եթե թույլ ենք տալիս, որ կառավարությունը այս չարիքը անցկացնի, այսինքն ուժի մեջ պահի, հաջորդ տարի արդեն ստիպելու է բոլորին, որ գնան ավելացված արժեքի արկի դաշտ։ Այսինքն ոչ թե 10%-ի համար ենք հավաքվելու, այստեղ հավաքվելու ենք 33%-ի համար։